Հավատքը դա նա չի, որ ուղղակի հավատում ես Աստված կա։ Հավատքը դա վստահություն է այն ամենին, ինչ որ Աստված ասում է եւ Աստված անում է։ Հավատքը այն է, երբ որ դու ունես փորձառություն, ոչ թե ուղղակի հավատում ես ինչ որ մի բանի, այլ դու արդեն թե Աստծո խոսքով, թե քո փորձառությամբ անցել ես ինչ որ բաներ եւ վստահում ես Աստծուն, որ ինքը կկանգնի քո մեջքին։ Հիսուսը ասաց Մատթեոս 17:20-ում, ասաց, եթե նույնիսկ մանանեխի հատիկի նման, հատիկի չափով հավատք ունենաս, սարեր կարող ես շարժել։ Ես չգիտեմ, սիրելիներս, դուք այսքան ժամանակ Հիսուսի ժամանակվանից լսել եք երբևիցե, որ մեկը սար շարժի։ Բայց գիտեք ինչու։ Որովհետև շատ մարդիկ կարդում են ու մտածում են, որ Հիսուսը խոսում էր իրական սարեր շարժելու մասին, բայց եկեք մտածենք, իմաստը ինչն է սարը շարժելու, չէ՞։ Արդեն դրված է էլի իր համար։ Որ ուզենա Աստված կշարժի, բայց ինչի մասին է խոսքը։ Ես հավատացած եմ, սա իմ համոզմունքն է, որ Աստված խոսում էր այն սարերի մասին, որը կա կամ լինում է կամ կարա լինի քրիստոնյաների կյանքում։ Որովհետև ժամանակ առ ժամանակ մեր առջև բարձրանում են սարեր եւ հասկանում ես, որ մարդկային ձևով դու չես կարող դա հաղթահարել։ Բայց մենք գիտենք, որ եթե ունենաս հավատք մանանեխի հատիկի չափով, ամեն սարին կասես եւ նա կշարժվի։ Հավատում ես դու դրան։